Բարև ձեզ։ Փաստինֆոեթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Իրանում շարունակվում են հակակառավարական ցույցերը, բայց դրանց տեպը գնալով թուլանում է։ Ավելին, այսօր Իրանի կառավարության որոշմամբ նաև պրոիշխանական երթ է կազմակերպվել, որի մասնակիցների թիվը մի քանի անգամ գերազանցում է հակակառավարական ցույցերի մասնակիցների թվին։ Բացի այդ, Իրանը բավականին սերտ համագործակցում է վերջին շրջանում Թուրքիայի հետ, եւ հենց նրա հատուկ ծառայությունների միջոցով է կարողանում կանխել հիմնականում Իրաքից քրդական զինված ջոկատների ներթափանցումը Իրան, որոնք նպատակ ունեն ապակայունացնել վիճակը Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Թվով երկրորդ ջոկատի ձերբակալումն է իրականացվել Իրանի հատուկ ծառայությունների կողմից, որոնք օգտվել են իրենց թուրք գործընկերների ծառայությունից։ Բայց այստեղ կարևոր է մեկ հանգամանք։ Ըստ էության մենք պետք է փաստենք, որ Էրդողանը սրանով կարծես պարտքն է վերադարձնում Իրանի կառավարությանը։ Եթե հիշում եք, Իրանի կառավարությունը ժամանակին հայտարարություն տարածեց առայն, որ իրենք ապաստան են տվել Էրդողանին, երբ նրա դեմ հակաիշխանական միջոցառումներ էր ծրագրվում եւ հեղաշրջում էր ծրագրվում, եւ Իրանը տարածք էր տրամադրել, որպեսզի Էրդողանը այդտեղ հանգստանա, մինչեւ իրավիճակը երկում կկարգավորվի։ Հիմա կարծես Էրդողանը պարտքը վերադարձնում է։ Բայց այստեղ Էրդողանի հաշվարկը նաև բավականին սառն է, քանզի նա շատ լավ հասկանում է, եթե իրանական կառավարությունը տապալվեց, ապա մեծ հավանականությամբ Իրանում կարող են սկսվել կենտրոնախույս շարժումներ եւ առաջին հերթին դա կարող են անել քրդերը։ Քրդական երկրորդ հնարավոր պետության ստեղծումը այս անգամ արդեն Իրանի տարածքում Էրդողանը թույլ տալ չի կարող։ Բացի այդ, կրոնական Իրանը բավականին կանխատեսելի գործընկեր է եւ չնայած դարված հարաբերություններին եւ ըստ էության բարդ հարաբերություններին, հատկապես Մերձավոր Արևելքում Պաղեստինի հետ կապված եւ Սիրիայի հետ կապված, ամեն դեպքում Իրան-Թուրքիա հարաբերությունները բավականին կառուցողական են եւ բավականին լավ զարգանում են։ Եվ այդ առումով Այաթոլլահն Էրդողանին ձեռնտու է Իրանի Իսլամական Հանրապետությունը, քան թե նոր Իրանը, որի ուղղությունը լինելու է անհայտ եւ բացառված չէ, որ նոր Իրանը կարող է նաեւ արևմտյան երկրների համար նոր բազա դառնալ, այս անգամ արդեն Մերձավոր Արևելքում իրավիճակը վերջնականապես իրենց հսկողության տակ վերցնելու համար։ Սա Էրդողանին պետք չէ։ Հետևաբար այն հարցադրումները, թե ինչու է Էրդողանը օգնում Իրանին, ունեն շատ կոնկրետ պատասխան։ Էրդողանը օգնում է Իրանին, որպեսզի հետագայում շարունակի մնալ իշխանության գլուխ եւ ավելի կանխատեսելի լինի Մերձավոր Արևելքը, նաեւ Էրդողանի վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից։ Մեզ համար եւս կարեւոր է կայուն Իրան։ Մեզ համար եւս կարեւոր է ներկայիս Իրանի Իսլամական Հանրապետության պահպանումը, քանզի մեր համար էլ բավականին շատ հարցեր կարող են առաջանալ, եթե Իրանում տեղի ունենա հեղափոխություն եւ նոր իշխանություններ կան իշխանության ղեկին։ Հայտնի չէ թե ինչպիսի վերաբերմունք նրանք ունենան Զանգեզուրի միջանցքի հետ կապված, ինչպիսի վերաբերմունք կունենան Սյունիքի հետ կապված եւ արդյոք իրանական նոր իշխանությունների համար հայկական Սյունիքը կշարունակի լինել կարմիր գիծ, ինչպես ներկայիս իշխանություններն են հայտարարում։ Այնպես որ Հայաստանի համար կայուն Իրանը եւս շատ կարեւոր է։ Բացի այդ, մենք ունենք այնտեղ բազմահազարանոց հայկական համայնք, հետեւաբար այդ մարդիկ եւս պետք է լինեն անվտանգության մեջ, իսկ անվտանգության մեջ լինելու միակ գրավականը ըստ էության, ինչպես արդեն նշեցի, կայուն Իրան ունենալն է։ Այնպես որ այնինչ տեղի ունենում Իրանում մեզ չի կարող չանհանգստացնել, բայց նաև այն քայլերը, որոնք արվում են Իրանի իշխանությունների կողմից, հույս են տալիս հավատալ, որ իրավիճակը այնտեղ կկարգավորվի եւ Իրանը կվերադառնա բնականոն կյանքի։ Ամեն դեպքում Իրանը մեզ համար բարեկամ երկիր է եւ Իրանի կայունությունը նաև մեր համար է, մեզ նշանակություն ունի եւ մեր կայունությունն է։ Սպասենք տեսնենք, թե Իրանում իրավիճակը ինչպես է զարգանալու։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կապ ունի այն գործընթացների հետ, որոնք այսօր տեղի են ունենում արևմտյան կիսագնդում։ Վենեսուելայի նախագահի փախցնելուց հետո Թրամփը հիմա էլ որոշել է այլ պետությունների ղեկավարներ փոխել եւ այլ պետությունների տարածքների նկատմամբ հավակնություններ դրսեւորել։ Հիշեցնեմ, որ նա հավակնություններ ունի Գրենլանդիայի նկատմամբ, որը չի թաքցնում, նա հավակնություններ ունի Մեքսիկայում իշխանափոխություն իրականացնել, նա ցանկանում է Կուբայում իշխանափոխություն իրականացնել եւ ամերիկյան փորձագիտական շրջանակները նշում են, որ նաև ունի ցանկություն Մարկ Ռուբիոյին նշանակել Կուբայի նախագահ։ Այս ամենը ցույց է տալիս, որ 1945 թվականին ստորագրված Պոտսդամի խաղաղության պայմանագիր եւ դրա հիման վրա ստեղծված միջազգային անվտանգության համակարգն ըստ էության այսօր արդեն գոյություն չունի։ Հիշեցնեմ, որ այդ համակարգի ծնունդ էր նաեւ ՄԱԿ-ը եւ Միացյալ Նահանգները հայտարարում է, որ թվով 65 միջազգային կազմակերպություններից ցանկանում են դուրս գալ, որոնցից առնվազն 30-ը ասոցացվում են ՄԱԿ-ի հետ, այսինքն այս կամ այն առումով կապ ունեն Միավորված ազգերի կազմակերպության հետ։ Ինչպես գիտենք, պատմությունը կրկնվելու հատկություն
պատմություն ունի։ Պատմությունը յուրաքանչյուր 100 տարին մեկ անգամ կամ գրեթե 100 տարին մեկ անգամ կրկնվում է։ Երբ ժամանակին Ճապոնիան զավթում էր Մանջուրիան, իսկ Իտալիան զավթում էր Եթովպիան, ազգերի լիգայում լռություն էր։ Ազգերի լիգայի լռությունը հանգեցրեց երկրորդ համաշխարհային պատերազմի, եւ հիմա էլ մարդկությունը շունչները պահած կարծես հետևում է, թե ինչ է տեղի ունենում կամ ինչ կարող է տեղի ունենալ արևմտյան կիսագնդում, ինչ կարող է տեղի ունենալ Չինաստան-Թայվան հարաբերություններում, ինչ կարող է տեղի ունենալ Ռուսաստան հետխորհրդային տարածք հարաբերություններում, քանզի դրանից է կախված կլինի արդյոք նոր պայթյուն թե ոչ։ Իսկ այն, որ Միավորված ազգերի կազմակերպությունը վաղուց արդեն դադարել է իր գործառույթներ իրականացնել եւ այնտեղ լուրջ եւ խորը ռեֆորմներ իրականացնելու ժամանակն է, կարծում եմ բոլորս ենք հասկանում։ Բացի այդ, կարող ենք նաեւ փաստել, որ վերջին շրջանում Թրամփի արած քայլերից եւ արված հայտարարություններից հետո միջազգային իրավունք հասկացությունն էլ արդեն ցավոք սրտի գոյություն չունի, այսինքն բացակայում է ուժերի բալանսի ապահովումը, բացակայում է այն միջազգային ինստիտուտը, որ կարող է արգելել այս կամ այն պետությանը քայլեր իրականացնել, որոնք կարող են համամարտկային նշանակություն ունենալ։ Բացի այդ, խախտվել այն ինստիտուտը, որը կարող էր արգելել պետություններին չիրականացնել քայլեր եւ չնվաճել հարևանների տարածքները, քանզի ինչպես ՄԱԿ-ի կանոնադրությամբ է նշված, ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունները ունեն հավասար իրավունք եւ մեկական ձայնի իրավունք, հետեւաբար բոլորը հավասար են եւ այստեղ գերակա է ճանաչվում միջազգային իրավունքը։ Հիմա ցավոք սրտի դա այդպես չէ։ Հիմա, ինչպես ասում են, օրենքը ուժի կողմն է։ Այնպես որ մարդկությունը շարունակում է սպասել, թե ինչ է տեղի ունենալու։ Կլինի արդյոք երրորդ համաշխարհային պատերազմ կամ կլինի արդյոք նոր պայթյուն։ Կարծում եմ սա կապ նշանակություն կունենա, թե ինչպիսի որոշում կայացնեն միջազգային խոշոր տերությունների ղեկավարները։ Թրամփը կարծես թե ցույց է տալիս, որ չի պատրաստվում ոչ մի բանի առաջ կանգ առնել եւ ցանկանում է վերահաստատել եւ վերականգնել, ինչպես ինքն է նշում, Միացյալ Նահանգների հեգեմոնիա եւ գերիշխանությունը ողջ աշխարհում, բայց եթե ժամանակին դա հնարավոր էր իրականացնել, հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո, ապա հիմա աշխարհը զգալիորեն փոխվել է։ Աշխարհում նոր բևեռներ են ձևավորված եւ Միացյալ Նահանգների նախագահ ուղղակի ստիպված է լինելու հաշվի նստել այդ բևեռների հետ։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրավիճակը ինչպես է զարգանում։ Երրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կապ ունի Եվրոպական միության հետ, բայց այս անգամ անդրադառնանք ոչ թե Եվրոպական միության Ուկրաինա հարաբերություններին, այլ անդրադառնանք այն ներքին խնդիրներին, որոնք այսօր կան Եվրոպական միությունում, եւ սկսենք Գրենլանդիայից։ Այն, որ Թրամփը չի ཐակցնում, որ ցանկանում է նվաճել Գրենլանդիան, արդեն բոլորն են այդ մասին խոսում։ Եվ Եվրոպական միությունը նոր սկսել է քայլեր ձեռնարկել կամ որոշումներ են կայացնում, թե ինչպիսի հակազդեցություն կարող են ցուցաբերել Թրամփին։ Խոսում են անգամ պատժամիջոցների ներդրման մասին, խոսում են անգամ այն մասին, որ կարող են պահանջել Միացյալ Նահանգներից դուրս բերել ռազմական բազաները Եվրոպական միությունից, բայց կարծում ենք, որ արդեն, ինչպես ասում են, գնացքը գնացել է։ Եվրոպական միությունն այլևս չունի այն դիմագիծը, որ ուներ օրինակ 40 տարի առաջ, որ կարող էր Միացյալ Նահանգների հետ հավասարը հավասարին խոսել եւ անգամ պահանջներ ներկայացնել։ Շատ լավ բոլորը հասկանում են, որ Միացյալ Նահանգները եթե ցանկացավ վերցնել Գրենլանդիան, ապա ոչ ոք չի կարողանալու նրան խանգարել եւ դրա մեղավորը իհարկե առաջին հերթին հենց եվրոպացիներն են։ Հիմա խոսում են, թե Եվրոպական միությունը պատրաստում է զորքեր տեղակայել Գրենլանդիայում, բայց շատ դժվար է պատկերացնել, թե այն զորքերը, որոնք 45 թվականից հետո ոչ մի լուրջ պատերազմի չեն մասնակցել, ինչպես են պատրաստվում դիմագրավել Միացյալ Նահանգների զինված ուժերին։ Բացի այդ, Միացյալ Նահանգները Գրենլանդիան նվաճելու համար անգամ լրացուցիչ ուժեր ներգրավելու կարիք չի էլ ունենալու, քանզի այնքան ռազմական բազա, որ ունի Միացյալ Նահանգները նույն Եվրոպական միության տարածքում, բավական են Եվրոպական միությունը մի քանի անգամ գրավելու համար։ Իսկ Եվրոպական միության փորձագետները արդեն ահազանգում են առ այն, որ Թրամփը ըստ էության հասկացել է եւ հասկացնել է տալիս Եվրոպական միությանը, որ աշխարհում 3 աշխարհակաղակական կենտրոն կա եւ իրենք մտադիր են աշխարհը բաժանել այդ 3 աշխարհակաղակական կենտրոնների միջև, ինչպես եվրոպացի փորձագետներն են նշում, Թրամփի նկատի ունի Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին եւ Չինաստանին եւ այստեղ Եվրոպական միությունը հանդես է գալու ցավոք սրտի մանրադրամի դերում։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձություններն այստեղ ինչպես են զարգանում եւ ինչ նոր զարգացումներ կլինեն Գրենլանդիայի հետ կապված։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։